Գնացինք։ Ծառայության մեջ մարտահրավերներ, խոչընդոտներ եւ աճ։ Ուրեմն արագ պիտի ընթանանք եղբայրներ ջան եւ խնդրում եմ նկատի ունենաք սա։ Բարդականությունների հավասարակշռում։ Հիմա մարտահրավերներ կան, ծառայության մեջ մարտահրավերներ կան եւ այստեղ ունեմ բավական տարբեր մարտահրավերներ, որ նկատի պետք է առնվի։ Արագ բարձրապես զրույցի համար են սրանք, առանց համարներու, առանց սուրբկրային համարներու, բարձրապես զրույցի համար է, որ թարմացման համար, վերիշման համար։ Բարդականություններու հավասարակշռում։ Հիմա երբ բարդականություններ ունենք մենք ծառայության մեջ, անշուշտ մեր ժամանակը պետք է կառավարենք։ Մի քիչ առաջ ասելով գեսորին, որ հաց ուտում էինք, խոսում էինք, որ Ժորա եղբայրը ինքը խոսար օրինակ հարց կդար, հիմա եթե հովիվ մգա, որ ինք ասում է, որ ես դիրոջ կորձով սպաղեմ, ժամանակ չունեմ օրինակ կնոջս կամ զավակներից այդքան եւ այլն, այդպես լավ չի, շիդակ չի, ինչպես որ մենք տեսանք երեք, 1 Դիմոթեոս 3-ից, եթե երեցը լավ վերակացություն չի անում իր ընտանիքին, ինչպես կարա Աստծո եկեղեցվո լավ վերակացություն անել։ Եվ անշուշտ կյանքի եւ աշխատանքի հավասարակշռություն, ինչու որովհետեւ ինքը ովիվ է, հոգեվոր կյանք ունի, միևնադեն, ասենք հոգեվոր աշխատանք ունի, միևնադեն իր սովորական կյանքը կա, ընտանիքի կյանքը ներառյալ մեջ է։ Ինչպես պետք է հավասարակշռությունը բահե, շատ կարևոր է սա, որովհետեւ մարտահրավերներ են, չէ, մեր ծառայության մեջ։ Ինչպես պիտի թիմակրավենք սրանք։ Հիմա տարբեր մարդիկ կան, տարբեր ակնկալիքներ ունեն, կոնֆլիկտներ կարան լինել։ Ինչպես պիտի կարանք այս մարդկանց, այս բազմազան տեսակ խմբերի հովել։ Եկեղեցիուց եկեղեցի տարբեր մարդկային այդ սովորությունները, բնութագրերը բոլորը ներգրավված են։ Եվ փորձառաբար հավանական է գիտեք դուք եղբայրներ ջան, եթե մեկ եկեղեցիուց ավելի եղած եք, մեկ եկեղեցին կարող է ասեք, որ այս բաներու մեջ ուժեղեր կամ այս բաների մեջ թերի էր։ Մյուս եկեղեցին այն բաներու մեջ լավ էր, այն բաներու մեջ թերի էր։ So այս բաները նկատի ունենալով, ինչու որովհետև ժողովուրդը նրանք ակնկալիքներ ունեն։ Դուք էլ, մենք էլ իբր ովիվներ ակնկալիքներ ունենք ժողովրդի հանդեպ, նրանց հանդեպ, ինչպես նրանք պետք է վարվեն Աստծո տանը մեջ, մեզ հանդեպ, ուրիշների հանդեպ, դրսիների հանդեպ եւ կոնֆլիկտներ անշուշտ։ Երբ մենք հովում ենք տարբեր մարդկանց, ինչպես պիտի լուծենք այդ կոնֆլիկտները, անշուշտ թեման կոնֆլիկտների լուծումը չէ, ինչպես ասացի, այս կետերը բարձրապես մեր մտքերը ավելի սպառվեցին, մտածենք անգամ միևս այս կարևոր մարտահրավերների նկատմամբ։ Հոգևոր եւ սկզբունքային ծանրաբերվածություն։ Օրինակ, տարբեր հարցեր կան, ծանրաբերված ենք նրանցով։ Երբեմն միայնության հարցը կա։ Միաբանությունը բագաս է, եկեղեցվո մեջը, սրանք մարտահրավերներ են, որ պետք է դիմակրավենք։ Բարդ հարցեր։ Հիմա երբեմն օրինակ ժամանակակից էթիկական հարցեր ունենք, օրինակ COVID-ի պես բանը սկսում է։ Ոմանց համար COVID-ը ոնց որ չէ եղբայր չես կարող եկեղեցին բագել։ Իրենց համար մեծ էթիկական հարց է։ Ուրիշի համար պարզապես սա այլ վիրուս է օրինակ։ Ինչպես պիտի անենք, Աստծո ժողովուրդը ինչպես պիտի հովենք։ Սա կարող է բարդ հարց լինի։ Անշուշտ դարաբանքը, կասկածը, կյանքի այդ դարաբանքը, որ նույնիսկ կասկած գարաբերել Աստծո բարության վրա, հոգադարության վրա, այդպիսի բաներ պետք է նկատի ունենանք իբր մարտահրավերներ, որ պետք է դիմակրավենք եւ ախտարենք։ Եկեղեցու դինամիկայի հետ գործ ունենալ, առաջնորդության մարտահրավերներ կան եւ ֆինանսական դժվարություններ կան։ Հիմա սրանք պարզապես ոնց որ ընդրովի թեմաներ են, սրանք ամեն բան չեն իբր մարտահրավերներ եկեղեցի մեջ։ Մշակութային ճնշումներ։ Հիմա սեկուլարիզմի այդ ճնշումները կան եւ անշուշտ եւ մշակութային փոփոխություններու արժեվ ենք, այս բաներն էլ մարտահրավերներ են։ Մենք Հայաստանում կարող է, որ անկայն արագ այդ մշակութային ճնշումները չսկանք տարբեր փոփոխությունների առումով, բայց Հյուսային Ամերիկայում ամենադեն նորությունը կա մշակութային։ Եվ ժողովուրդը, հոգևոր ժողովուրդը, հավատացյալները պետք է որ նրանք նկատի ունենան եւ
ինչպես պիտի վարվեն այս մշակութային փոփոխությունների առաջ։ Այդ ճնշումները պետք է հաղթահարվեն։ Վարդապետական շիտակության բաբանման այդ մարտահրավերը կա եւ վստահ է սա։ Ինչու որովհետեւ երբեմն օրինակ դու կարող ես նոր հովիվ լինես, եկեղեցի մը գալիս ես եւ այդ ճնշումը գա որ պետք է հարմարեցվես այդ ժողովրդի հետ, ինչու որ այդ ժողովրդի մեջ կարող է որոշ վարդապետական տեսանկյունը գա որ դու համաձայն չես դրանց հետ, բայց ուզում ես ինքսինդ հարմարեցնել, այդ ճնշումը գա։ Շիդագա սխալ է։ Հետո գերզուսմունքներ գիտենք, արդեն այդ գերզուսմունքները միշտ պիտի լինեն, պետք է որ այդ վարդապետական դժգրդությունը բաբանվի մեր միջոցով։ Հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը պետք է նկատի ունենանք, ստրես, անհանգստություն, ֆիզիկական առողջության անդեսում, այս բոլորը կարևոր մարտահրավերներ են։ Շատ անգամ մենք հոգևոր մեր առողջության վրա կենտրոնանում ենք, բայց ֆիզիկականը մոռանում ենք։ Ֆիզիկական աշխարհի հետ կապ ունի, ով սա։ Եթե ֆիզիկականը լավ չի, առողջ չի, չես կարող դիրոց ծառայել։ Ինչպես կարող ես ֆիզիկականը հոգևորեն բաժանել։ Նույն անձն ես, նույն մարդն ես, սա առումով։ Այո, հոգևորը մի առումով ավելի կարևոր է, շիդագ է, բայց ֆիզիկական առողջությունն ալ կարևոր է, պետք է անդեսվի։ Ուսմունքային աճի եւ զարգացման խրախուսում հոգևոր անդարբերություն կարա լինել մարդկանց մեջ, ուզում ես սովորեցնել իբրովիվ եւ մարդիկ կարծես թե հետաքրված չեն։ Դու ժամանակ տալիս ես, ժամեր տալիս ես քարոզ պատրաստելու, սերտողություն պատրաստելու եւ նրանց կարծես թե հոգսը չէ։ Նստում ես, սովորեցնում ես եկեղեցիում եւ մարդիկ օրինակ իրենց, չգիտեմ, դեդրի վրա գծում են, կամ երախոսով սպավում են, կամ ան։ Հետո առաջնորդների նախապատրաստում այսալ կարևոր ջնշում է, հոգևոր աճի հետ կապ ունի, ուսմունքի հետ կապ ունի, սովորեցնելու հետ կապ ունի։ Պետք է որ սովորեցնես ժողովրդին, որ ժողովուրդը նրա միջից պիտի աբակային առաջնորդներ դուրս կան։ Եթե ժողովուրդը պատրաստ չէ, ինչպես կանգնալես, որ այնտեղ լինի լավ աբակայի համար լավ տեխնազու օրինակ երեց կամ սարգավակ, եւ սա հովվի կորձն է։ Սա հովվին կորձն է։ Իրեք հովիվներ երբեմն իրենք հետաքրված չեն պատրաստելու ուրիշներին։ Կարծեք թե իրենք պիտի հավիտյան ապրեն այս աշխարհում։ Երբեմն քանի որ վախենում են, որ երիտասարդին պատրաստեն, երիտասարդը իրենց տեղը գառնի։ Դու եթե ազո գերիշխանության եւ նրա գոչին հավատում ես, որ ինք այդ գոչը քեզ դված է, պետք չէ վախենաս բանեմը։ Ինչու ասված մի կանցի միջոցով կործում է։ Եթե 100 հոգի լինենք եկեղեցին, թեր ավելի կորձ կանելու։ Միջանցնային հարաբերություններ, interpersonal relationships, անշուշտ վստահության խնդիրներ կան մեր հարաբերությունների մեջ, մարդիկ իրար քննադատեն, պամպասեն, ժողովրդեն եւ այլն, այդ հարաբերությունների խնդիրները պետք է որ նկատի միշտ ունենանք մեր ծառայության մեջ։ Փոփոխվող ժողովրդակրություն, այսինքն սերունդների միջև բացը, մշակութային բազմազանությունը։ Հիմա մենք Հայաստանում այսօրով ունենք ավելի մշակութային, ասենք թե դարբերակներ, ինչու դարբեր ազգերից մարդիկ կան։ Եվ երթալով ավելի կզարգանա սա։ Կարող է ասկե 20 տարի աչափ չի կար։ Եվ սերունդի բացալ կա։ Հին սերունդը ռուսերենով է, նոր սերունդը ավելի անգլերեն է։ Ինչու որովհետև որքան որ մեր ժողովուրդը Ամերիկա գնան, Ամերիկայի այդ ազդեցությունը այստեղ կա։ Սխալ մի հասկանաք, ես ուրախ եմ։ Ավելի անգլերեն հասկանում եմ, ռուսերեն չգիտեմ։ Փոխանցումների կառավարում։ Փոխանցումների կառավարում առաջնորդության փոփոխություններ, կամ քրիսիսի կառավարում, եթե քրիսիսը կա, ջգնաժամը կա, ասեմ, ինչպես պիտի հարցը լուծենք։ Հետո առաջնորդության փոփոխություններ։ Երբեմն նայում ես, որ նույն երեցները 35 տարի է թեր նույնն են։ Ոչ մեկը ավելացած է, ոչ մեկը բացած է։ Ինչու որ նրանք երեքը միասին, եթե 3 հոգի են, եկած են ոնց որ ասպես մաֆիայի պես իրարու հետ, գիտես։ Հիմա երբեմն շիդագ է, որ միայն 3-35 տարի պետք է ծառայեն միասին։ Երբեմն սխալ է ադի, ինչու որովհետև եթե դիրոջը ժողովուրդը մեծացավ թվով ավելի հոգադարության պետք ունի, եւ 3 երեսները չեն կարող ունել այդ կորձը բավարար ցևով, որովհետև իրենք արդեն իսկ դարիքով մեծ են, չեն հասցնում ուրիշների գարիկն կա։ Հոգևոր առաջնորդության պլանավորում։
Հիմա առաջնորդները պետք է գրթության միշտ, այսինքն այդ ցանկությունը ունենան, որ ավելի աճեն։ Այո, համայնքի մեջ կարող է որ դիմադրություն լինի։ Զոր օրինակ դու ուզում ես բարձրացնել մեգումը, պատրաստում ես իբր հովիվ կամ իբր երեցական առաջնորդական խումբ, բայց կարող է որ ժողովրդի մեջ մարդիկ լինեն, որ նրանք ոնց որ իշխանավոր ցայն ունին, կասեն մենք չենք ուզում այդ անձը պատրաստել։ Ինչու՞, որովհետև այդ երիտասարդը ժամանակին իրենց աղջկան հետ դեյթի գացած է եւ բամը չէ լավ, չի կարողացան ամուսնանալ, հիմա աչք-աչքի չեն կարող հեշտ ցևով, խաղաղասեր ցևով նայել։ Միասնության ամրաբնդում, անշուշտ միաբանության, միասնության ամրաբնդումը կարևոր մարտահրավեր է, ինչու եկեղեցու բաժանումներ կարելի է պատահեն եւ Աստծո համայնքը անշուշտ պիտի չկառուցվի, եթե այդպիսի բաներ լինեն։ Լայն հասարակական ներգրավվածություն։ Հիմա հասարակական ծրագրեր կան, միջկրոնական երկխոսություն կա, ասպաները անշուշտ մենք համաձայն չենք, ինչու որովհետև մարդիկ կասեն, եկեք միաբանենք գրոնքի շուրջ։ Քու դարբերակներդ ունիս, ցուն քու դարբերակներդ ունիս, ամենք իսա քրիստոնյա ենք։ Սա մարտահրավեր է։ Հիմա interfaith relationships, որ կասեն անգլերենով, կամ ասենք այդ էկումենիզմը, որ կհասկանաք այդ բառը, այդ միջկրոնական երկխոսություն եւ այն։ Ես չեմ ասում ամեն ադեն սխալ է սա։ Չէ, երբեմն պետք է այդ միջկրոնական երկխոսություն ունենանք, եթե ուզում ենք, որ դիմացինին ավետարանենք, եթե դիմացինը կրոնական է ինքը, բայց հավատում ենք, որ ինքը դակավին քրիստոնյա չէ, եւ մեր հոգսն է, որ ինքն հասկանա ավետարանը։ Տեխնոլոգիայի եւ թվային ծառայության հետ զարգացում, այսինքն տեխնիկական բաներու հետ նոր հարթակներին հարմարվելը, արցանց այդ մարտահրավերները, որ կա, այս բոլորը մարտահրավերներ են մեր ծառայության մեջ։ Քրիստոսներում սպասելիքների կառավարում հանրային ընկալումը ինչ է, եւ Քրիստոս կա։ Եթե աջակցության համագարկեր, ով ունենք մեր 4 կողմ, որ գարան մեզ աջակցել, եթե Քրիստոսը գա, ումի գարանք դիմել, խոսալ, մանանդ եթե մեկ հովիվ ես եւ եկեղեցին փոքր է, ուրիշ մեկը չկա, ումի հետ պիտի խոսաս, որովհետեւ օգնություն ստանաս նրանից։ Վարդապետական աճ ու համապատասխանություն, անշուշտ շարունակական գրթությունը սուրբքրային կարևոր է ունենալ եւ մշակութային համապատասխանություն։ Երդասարդ սերնդի ներգրավում, երդասարտական ծառայություն, երդասարտների բաբանում, ինչու որովհետև երդասարտները շատ, ասենք, այդ տարիներ, որ երդասարտական տարիներ են, բադանի, երդասարտ, նրանց համար կարևոր շրջան է, կամ հոգևորապես պիտի աճեն, կամ ասում է գերանան, նրանց համար ինչ անում ենք, որ բաբանենք։ Ռեսուրսների կառավարման խնամք, հարմարավետությունների կառավարում, գամավորների համագարկում, այդ ռեսուրսները ինչպես կարանք մենք օգտագործել լավ ձևով։ Ներելու եւ բուժման խրախուսում, ասալ մարտահրավերը, գիտենք եկեղեցիների մեջ ինչպես ցավեր կարան առաջանալ, որտեղ մեկը մյուսին չուզում ներել։ Եվ անշուշտ հոգևոր ասունությունը հարց է աստղը, եւ որ մեկը չուզում ներել մյուսին, ասին մտածում ես, դու ես ասում ես, որ ինչ տեսակի մեկը հոգևոր է, թե չէ ներում մյուսին։ Դեղական եւ համաշխարհային առաքելություններ, այս միսիայի մասին, միսիոնարության մասին խոսանք։ Ֆոկուսի հավասարակշռում, մշակութային զգայունություն պետք է ունենանք։ Հիմա ինչու ֆոկուսի հավասարակշռում, որովհետեւ մեր մեջն ալ, այսինքն երբեմն կտեսնեմ ես, մեր մեջ ասելով մեր եկեղեցիներու մեջ, որ երբեմն մենք ուզում ենք աշխարհի մյուս կողմը ասնել առանց անունդալու ուր, երբ ինչպես, երբ մենք Հայաստանի մեջ պետք ունենք այդ ծառայությունը։ Հիմա մեր եղբայրները նրանք ազատ են ինչ որ կմտածեն, բայց անցապես ես կարծեմ որ ավելի լավ է մեր ֆոկուսը Հայաստանի վրա լինի։ Այո, ուրիշ տեղեր ալ հայեր կան եւ այո, նրանք էլ պետք ունեն ավետարանին, բայց ինչու համար կենտրոնացում ավելի ճուժեղացնենք այստեղ Հայաստանում։ Բազմից քաղաքարս։ Մշակութային զգայունությունը եւ որ գասենք, այսինքն նրա մասին կխոսանք, որ մշակութային օրեն պետք է զգայուն լինենք, եթե դարբեր
գաղափարներ կան մարդկանց մեջ մշակույթի առումով, որովհետեւ չլինի, որ մենք նրանց վրա բարդատրենք մեր հասկացողությունը մշակութային եւ հետո այդ առաքելությունը թե դեղական եւ թե համաշխարհային միսիոնարության հետ կապ ունեցող մեր առաքելության արժեվ ծեվոմը խոչընդոտ լինի, մեր այդ վերաբերմունքը Իշխանության դինամիկայի նավարգություն, եկեղեցու խորհրդի հետ հարաբերությունները եւ եկեղեցու համայնքի դինամիկան, այսինքն ոնց պիտի մենք հարաբերվենք եկեղեցու առաջնորդության հետ եւ առաջնորդությունը մեզ հետ եւ առաջնորդությունը ինքը իր մեջը այս բաները մենք գիտենք եղբայրներ ջան որ կարան մարդահրավերներ հարաճացնել մեզ համար եւ այդ մարդահրավերները կգնան այսինքն դժվար լինել վնասակար լինել երբեմն բաժամունքի դանել Դիմացկունություն քննադատության պայմաններում, անձնական քննադատություն է լինի, վարդապետական անհամացություններ է լինի, քննադատություն է դու ասանգացիր, մարդահրավերները, որ պետք է նավարգենք այդ ասենք ալիքներուն միջով, ինչեւ շիդակ տեղը ասնենք։ Հաջորդ մասը, հիմա սրանք մարդահրավերներ, շատ արագ կերպով ինչպես ասացի եղբայրներ ջան, մեջ են ուզեցի անցնել, բարձրապես որ անգամ ես թարմացում լինի, նրա համար ասացի սուրբ քրային համարներով չի գնանք, գարայինք անել, բայց ինչու ունեմ համարները, բայց ասացի որ չէ, սա բարձրապես մի անգամ եւս հիշենք, որ մեր ծառայության մեջ այսպիսի մարդահրավերներ, խնդիրներ, պոտենցիալ խնդիրներ կարան լինել։ Հաջորդ մասը ծառայի խոչընդոտներ 12 հատ ունիմ այստեղ արչևս Հիմա այս եղբայրը ինքը 12 հատ մեզ ներկայացած է Ծառայի խոչընդոտները ինչ են, անշուշտ ընդրովի խոչընդոտներ, թիվ 1 ծառան գասե, այսինքն ազո մարդը, հովիվը, ինք չի կարող մտքերը գարտալ։ Մտքեր գարտացող չէ։ Ինչու որ երբեմն ազո ժողովուրդը կարծում է, որ ազո մարդը պետք է գիտնա։ Ես այսպես մտածում եմ, ես այսպես կարծում եմ, ես այսպես ուզեցի, որ ինքն է Հովիվը մտքեր չի կարող գարտալ։ Սա խոչընդոտ է։ Հովիվը չի կարող ամենուր լինել։ Հովիվը չի կարող ամենուր։ Ինչու համար հովիվ ջան մեզ չես այցելում։ Հովիվը որ 50 ժամ կամ 60 ժամ աշխատում է մի շաբաթվա մեջ։ Շաբաթը 15 այցելություն չի կարող անել։ Կամ ոչ 5, եթե ամեն այցելությունը 2-3 ժամ գարնե։ Պետք է բաժանես քո ծառայությունները այնպեսով որ դարվա գդրվածքով օրինակ 2 այցելություն այս շաբաթ այս ընտանիքներին 2 այցելություն մյուս ընտանիքներին մյուսին եւ այլն Հովիվը չի կարող մտքերը գարտալ հովիվը չի կարող ամենուր լինել Հովիվը չի կարող փոխել սրտերը փոխող ասեցինք ով է Աստվածը Հա այո մտքեր կարդալը, շատ անգամ մարդկանց հետ խոսելուց, ասի ակնկալիք է, այն մարդկանց հետ, այն համարի հետ են համեմատում, որ կա հոգիները քննելու պարգև։ Ասում են, որ կա հոգիները քննելու պարգև և շատ անգամ մտածում են, ասում են, որ նրա մասին չէ ավակ ջան։ Հա, ես համաձայն եմ, որ եսի դրա հետ կապված չի։ Պարզապես իրանք ասում էին, որ կարանք մենք չար մտադրությունները իմանանք, այսպիսի Հովիվը չի կարող մտքերը գարտալ, այո, գարա ազո շնորհքով ասուզմե դրված, որքան դրված է նրան, որ զանազանության այդ հոգին ունենա, այդ պարգև ունենա, բայց հովիվը չի կարող մտքերը գարտալ ամենատեն, որ հասկանա, որ ինչու որովհետև երբեմն ավադացիանը կմտածեն այսպես, եթե այս եղբայրը մեզ սիրեր, մեզ այսպես կծառայեր կամ այնպես։ Եթե հովիվին չես ասած քո դարդը, հա, եթե չես ասած քո դարդը, ինչպես կարողանա ամեն բան գիտնալ, որ դու ինչ բան է դարաբում ես։ Պետք է խոսաս նրան, ասես նրան։ Հովիվը չի կարող բոլորին հաջողանալ։ Իսկ հովիվը պետք է հաջողանա։ Ինչպես։ Ընդհանրապես պետք է հաջողանա։ Դու այսինքն հովիվը չի կարող ամենուն այսինքն հաջող լինել։ Այո, ինքը պետք է չանա, որ հաջող լինել մարդկանց, բայց ովևէ երաշխիք չունի, որ ինք կամ ովևէ Աստծո խոսքից մանավանդ այդ հրահանգը չունի, որ ամենուն պետք է հաջելի լինես, որ մենք գիտենք երբեմն մեղավորներ կան, ինչպես ես կարամ մեղավորին հաջելի լինել, եւ որ նրան ասում են, որ ռազմեղքը պետք է խոստովանիս,
Եթե ինքը օրինակ խմող է, ձխող է, գամսեք հայհոյող է, չես կարող ամեն հաջո լինել։ Հավատացյալներին է նույնպես։ Ինչու, որովհետև ասեմ, հովիվը կարելի է, որ այս խումբը օրինակ մեղք գործած է այս խումբի դեմ։ Եվ հովիվը այս խումբին ասում է, որ եղբայրներ ջան, այս մեղքը պետք է լուծեք այդ խումբի դեմ։ Մի անգամից այս խումբը արդեն դժնամացավ հովի անտեպ։ Այս խումբը հիմա հովի է դե, մյուս խումբը հովի ագարակ է։ Հովիվը չի կարող ամեն հաջողանալ, եթե դժմարությունը ուզում է սովորեցնել, գիսվել, ասել։ Այո, պետք է խոնարհությամբ, սիրով եւ խաղաղությունը բաբանելու որքան հնարավոր է Պողոս Սարակյալը ասել, որ մարդկանց հետ խաղաղության մեջ եղեք, որքան որ հնարավոր է ասել։ Ստեղից հասկանում ենք, որ հնարավոր չէ գադարելաբես խաղաղության մեջ լինելը։ Հովիվը չի կարող ամեն ինչ իմանալ։ Մտքերը չի կարող գարտալ, անշուշտ չի կարող ամեն ինչ իմանալ։ Հովիվը չի կարող ապրել առանց մեղքի։ Այսինքն, սա ես չեմ ասում, որ սա պատճառաբանություն է, որ օքեյ, ես մեղավոր եմ նույնով, ուրեմն գարամ մեղ գործել։ Չէ, ադոր մասին չէ։ Այսինքն ինքն է սխալներ գարա անել։ Կարա սխալներ անել։ Եվ եմ սխալ անը, ով եղբայրը պիտի ասե, սխալվեցի, կդերեք ինձ։ Բայց մարդիկ պետք է հասկանան սա։ Հովիվը չի կարող եկեղեցիներ աճեցնել։ Հովիվը չի կարող եկեղեցիներ աճեցնել, անի Քրիստոսի կորզն է։ Ես իմ եկեղեցիս ասեց, ինչ պիտի դնեմ, պիտի շինեմ։ Այո, սարգսակն չի գարա։ Հովիվը չի կարող գումար բազմապատկել։ Երբեմն կան հավատացյալներ կարծում են, որ բարձրապես որ իրենք բիզնեսի նման investment ինչ է այրնո։ Ներդրում։ Okay, ներդրում արեցին։ $100 դվեցին, $200 ակնկալում են, որ այդ դրամը ոնց որ մի տարի հետ ավելի պետք է բազմապատկվի։ Բանկ չի։ Բայց մարդիկ կան երբեմն այդպես կմտածեն։ Մարդիկ կան Եվ բանկները այդպեսի չի։ Երբեմն բանկը բանկրոտ է։ Այո, բանկրոտ է լինում, այո։ Հետո, էլի գապ ունեցող մեղքի հետ հովիվը չի կարող խուսափել սխալներից։ Ինչու մեղք կլինի, սխալներ կլինի եւ պետք է նկատի ունենանք սա։ Հովիվը չի կարող խուսափել նախապատվություններից։ Ինչու համար, ասանք ասեմ, Հիսուս նույնիսկ, եթե այդ օրինակը բերեմ, այդ կողմից նայելով, ինքը նախապատվություններ ուներ, նույնիսկ նրա աշակերտների նկատմամբ, Պետրոս, Հովհաննես, Հակոբոս։ Հովհաննեսն ավելի շատ է։ Նախապատվություններ է։ Չի կարող, բայց այդ դեպքում ինչ անենք հովիվին, բռնենք տպենք, լավագույն հովիվ պիտի խոնարհվի եւ ունի, եթե չի ընդունվել, արդեն հովիվ չի գիտեմ ինչա։ Այսինքն ինչ անենք այդ բարակը, հոտը ինչ անի։ Աստվածի հետ կամ։ Չէ, մենք որպես մարդ այս պատասխանության Հովի պատասխանատու դեր։ լսի։ Դե Դու Բայց հովիվը ինքը պատասխանատվություն ունի, որ ինք ինչպես որ այդ առաջին գետը գործ կարակելոց 20-ից ինչ ասեցինք, ով հիշում է գործ կարակելոց 20-ից հովիվը ինչ պետք է ընե մյուս առաջնորդերի նկատմամբ հաշվետու պետք է լինի եւ եկեղեցու արչեւ մյուս առաջնորդների արչեւ ինչպես որ Արթուր եղբայրը ասեց ինքը հաշվետու է որպես Գերագույն սուրբ չպատկերացնեք իրան, Չէ, ինքն ալ սխալվող է, մեղավոր է, այո։ Միանձնյա փակվություն չէ, կառույց չի, էլի, եկեղեցին հիմնարկ չի տանարկ դիրեկտոր։ Դա միապետ չի։ Միապետ չի, այո։ Եվ այո, նախապատվություններ երբեմն կարան լինել, այո, կան նախապատվություններ, որոնք կարող են, որ անարդար նախապատվություններ է։ Օրինակ, եթե մեկը զորօրինակ ինչպես որ դերը նույնիսկ կսե, եւ որ մեկը դեսնես, որ կովդ եկած է հարուստ է բանը եգուր աստեղ նստիր եւ ալ մյուսին յետև գիտես, չէ, այդպեսի նախապատվություններ պետք չէ ցույցապերենք։ Բայց կա նախապատվություններ, որ լավ նախապատվություններ է։ Ուրեմն ժողովուրդը պետք է նկատի ունենա, որ հովիվը չի կարող խուսափել այդ նախապատվություններից։ Զորօրինակ, եթե
հովիվ եղբայրը օրինակ սիրում է ավելի ժամանակ անցկացնել այդ եղբոր հետ եւ աս եղբոր մյուս եղբոր հետ չի անում, սա չի նշանակում, որ ինքը աչառություն անում է։ Պարզապես որ ոսում նրա ջուրը ավելի, այսինքն կայլում է նրա հետ, ավելի հոգեվոր հաղորդակցությունը ավելի հաճելի է, բայց սա չի նշանակում էլի, որ մյուսներին պիտի մոռանալ։ Համաձայն ենք։ Ինչու որովհետև Աստծո ժողովրդի մաս է եւ պետք է որ նրանց նկատի ունենա։ Աստծո ծառային խոչընդոտներից մեկը անշուշտ հովիվը չի կարող բացահայտել ամեն ինչ։ Կարելի է որ քույր մկա եւ հովին ասե Հովիվ ջան, ես լսեցի որ դու լուր ունեցար ասիչ բանի մասին, բայց կարաս խնդրում եմ, կարաս ինչ ասել։ Հովիվը իրավունք ունի ասելու, որ ես չեմ կարող քեզ ասել։ Ինչու որովհետև եթե քաղաքնաբավությունը պետք է լինի, ինչ որ այսօր խոսանք խորհրդատվության առումով, պետք է որ այդ քաղաքնաբավությունը կատարվի։ Ամեն ինչ բացահայտել չի կարելի։ Երբեմն որոշ բաներ կա, որ հովիվը պետք է նրա հետ դանե մինչև քերեզման կամ մինչև որ ապշտակություն լինի։ Հոգևոր գործի բնույթը սա է։ Եվ անշուշտ այո, հովիվը չի կարող անդեսել մեղքը։ Հովիվը չի կարող անդեսել մեղքը։ Ինչու որովհետև շատ անգամ այդ փորձությունը ունենք, որ մնաց չունի, այս եղբայրը լավ եղբայր է, բավական փող տալիս է եկեցին, փամը չխոսամ նրան։ Չէ, մեղք կա, եթե պետք է ասեցվի։ Ուրեմն եղբայրներ ջան, ավասիկ ոնց որ 12 հատ դարբեր խոչընդոտներ, որ մենք շատ անգամ մեր արժեվ ունենանք, պետք է նկատի առնենք։ Հիմա վերջին այս մասը ծառայի բնավորության, աս մասը էլի կա, բնավորության խոցելի կողմերը, ծառայի բնավորության խոցելի կողմերը։ Հագիրճ կերպով պիտի ասեմ, արագ կերպով պիտի ասեմ, ցեզ համար նորություն չէ մեծամասնությունը, առնվազն չէ, եթե ոչ բոլորը, բայց լավ է որ հիշենք։ Ծառայի բնավորության խոցելի կողմերը, հբարություն, գիտենք, սա լավ չէ, նախանց, կոմպրոմիս, աշխարհասիրություն, հբարություն, նախանց, կոմպրոմիս, աշխարհասիրություն, այո, կոմպրոմիս կա, որ լավ է անելը, բայց կոմպրոմիս կա, որ շիդակ չէ, սրա մասին խոսում ենք։ Եվ աշխարհասիրություն, գիտենք, Աստված մեզ կարգիլ է աշխարհասիրություն ունելու, աշխարհասիրությունից։ Ուրիշ խոցելի կողմը, սիրել հանրաճանաչությունը, որ ամեն մարդ քեզ ծանոթ է, սիրես, որ ամեն մարդ քեզ գովե եւ այլն։ Նյութաբաշխությունը անշուշտ գիտենք, սերական մեղքը գիտենք, փամփասանք եւ զրբարդություն, հովիվը պետք չէ այդպիսի բաներով ներգրավվի եւ սա էլ փորձություն է։ Ինչու՞ որ հովիվն էլ մարդ է։ Բամությունը գա, որ մի անգամ 3 այսպես հովիվներ կովկովի եկած են եւ խոսան իրար հետ, ամեն մեկը մյուսին հարցնում է, որ քո այսինքն քախնի մեղքը ինչ է, ամենալուրջ մեղքը ինչ է։ Մեկը գասե օրինակ, ես խմում եմ գասե, գիտար, ամեն գիշեր մի բաժակ խմում եմ, դուն որ գնում եմ։ Մյուսը գասե, ես ալ ձխում եմ գասե, գիտար։ Երրորդին որ գարկը գալիս է, երրորդը չի ուզում գիսվել, բայց մենք համաձայնեցանք, եղբայր ջան, պետք է գիսվես։ Եվ անալ գասե, ես չեմ կարող գասե համբերել մինչև այստեղից դուրս կամ, որպեսզի պատմեմ այդ բոլորը, փամփասանքի նկարություն ունի ինքը, ադե իր մեղքը։ Չի կարող զսպի ինքը, իր նկարությունը։ Դեմիդոյի դու ասի, որ դու ինձ հացնեին։ Չի հասկացա։ Ասում սկզբից պետք է հացնեին, նո՞։ Բամության այդ գադագի բանն է, հա, գադագի բանն է, այո։ Հետո աչառություն, անշուշտ աչառությունն էլ լավ չէ, ձուլություն, հովիվը որ ձուլ լինի, լավ օրինակ չէ, մասնակիտություն, այսինքն ոնց որ ինքը ավելի կենտրոնացած է որոշ բանի վրա, որ ինքը այդ իր գոհունակությունը այնտեղից գալիս է, հետո աղոթքի բացակայություն, գիտենք եղբայրներ ջան, որ սա էլ լավ գոմ չէ,
հովի կամ ծառայիմը, Աստծո ծառայիմը բնավորության մեջ աչարություն, զուլություն, մասնագիտություն, աղոթքի բացակայություն, իշխանության չարաշահում, սա երբեմն չափից ավելի կպատահի եկեղեցիների մեջ, որովհետև հովիվը դերմը կա, որ ինքը կարծում է, որ ինքը ամեն բանի մեջ եւ որ ինքը ամենուն ծառան պետք է լինի։ Եվ որ ամենուն ծառան լինես, իշխանության հարց չկա այդտեղ։ Իշխանության չարաշահում, անընդհատ փոփոխվող վարքագիծ, սա էլ լավ չէ, ինչու որովհետև եթե անընդհատ փոփոխվող վարքագիծ կա, օրինակ, բարձ օրինակ, օրը օրինակ ինքը հանգիստ է, ուրիշ օրը բարգացած, չղայնացած, ներվայնացած, ուրիշ օրը ինքը ազնիվ է, մյուս կողմից ավելի խիստ է, ուրիշ օր լավ չէ։ Օրենսդրություն, այսինքն օրինաբաշխություն եւ գեղձավորություն ասա լավ չէ։ Այստեղ օրենսդրությունը, այսինքն օրինաբաշխության առումով եւ գեղձավորություն։ Այս բաները եղբայրներ ջան, մեզ բարձրապես կհիշեցնեն, որ այս կողմերը, խոցելի կողմերը մեր բնավորության նկատի պետք է առնենք, որովհետեւ հոգեորապես մեր ծառայությունը ավելի, այսինքն լավ լինի Տիրոջ բարքի համար։ Եվ վերջին մասը, հիմա վերջին մասը սկսանք, ծառայի բնավորության աճ, ծառայի բնավորության աճ։ Հիմա ինչ բաներ կարան նպաստել մեր իբր հովիվներ, երեցներ, սարգավակներ, մեր բնավորության աճին ինչ կնպաստե, ինչ բաները կնպաստեն։ Կյանքի մեջ եղող ընդհանուր առմամբ խոսելով տարաբանք։ Հիմա երբ տարաբանք կա մեր կյանքի մեջ, այդ տարաբանքը գօգնե մեզ, որովհետեւ մենք աճենք հոգեվորապես։ Մի քիչ առաջ եղբայրներով խոսայինք 2 Կորինթացիների 12-ից Պողոս Արաքյալ, եւ որ Աստված թույլ տվեց, որ Պողոս Արաքյալ 2 անգամ գասե 2 Կորինթացիների 12:7-ում, որովհետեւ գասե Աստված իրեն խոնարեցնի, Սատանայի խայթոց տրվեց։ Հիմա կարևոր չէ բնույթը ինչ է այդ Սատանայի խայթոցի, բայց կարևորը որ Աստված դիտմամբ թույլատրեց, որ Պողոս ենթակա լինի այդպեսի արձակումի եւ որպեսի խոնար մնա։ Ուրեմն կյանքի մեջ եղած դարաբանքը մեզ շատ բան կսովորեցնե եւ կնպաստե մեր հոգեվոր աճին։ Անսական ծառայողական դարաբանք կամ ցավ, սրա հետ կապ ունեցող ավելի կոնկրետ է, ավելի հատուկ է եկեղեցական ծառայության հետ կապ ունի, այդ ցավը, որ այդ դարաբանքը, որ կարող է գալ երեցի կյանքի մեջ կամ սարգավակի կյանքի մեջ, անշուշտ, երբ անարդար ցավ է, անարդար դարաբանք է, դժվար է գուլդալը, բայց միևնույն Տերը ինք գործում է նրա միջոցով մեր կյանքերում, որովհետեւ մեզ ավելի սրբե, մաքրե, շտկե, դաշե, գերդե, որովհետեւ մենք ավելի բդղափեր լինենք։ Քրիստոսի անտեպ սիրո աճ, անշուշտ մենք գիտենք առաջին սերը վեճ չէ թողենք։ Հայտնություն 2, 1-7, Քրիստոսի անտեպ սիրո աճ։ Ինչպես մենք կարանք աճիլ մեր բնավորության մեջ եւ Քրիստոս սիրենք նրան նազանտելով ավելի կաճենք բնավորության մեջ։ Առողջ վարդապետության աճ, առողջ վարդապետության աճ։ Ինչու որովհետեւ Ազո խոսքի ուսուցմունքը ընդհանրական օրեն խոսելով մեզ կնպաստե հոգեվոր աճի մեջ։ Հետո ինտիմության միջոցով աճ։ Երբ մարդիկ կընտիմանան մեզ, մենք շատ բաներ կսովորենք։ Մեր անձերը կքննենք Տիրոջ առաջ եւ մարդկանց առաջ, որ միթե այդ եղբորը կամ քրոջ կամ այդ մեգումը ըսածը շիդակ է կամ ոչ։ Եվ երբեմն կտեսնենք, որ այո, որոշ բաներ կա, որ նրա ասած շիդակ է, որ ես ուշադրություն նրա չէի իմանցի վրայով։ Եվ սա կօգտագործենք, որ մենք ավելի աճենք Տիրոջով։ Ինտիմության միջոցով աճ։ Քարոզության եւ ծառայության մեջ ծառայելով աճ, այսինքն քարոզության եւ ծառայության միջոցով աճ։ Սովորել աղոթքով ապավինել Աստծուն ամեն ինչում եւ ամեն ինչի համար։ Էլի սրա մեջ ալ աճ կա։ Երբ հավատացյալը Աստծո վստահում է աղոթքով ինքնին հանցնում է Աստծո ցերկերուն նկատի ունենալով, որ ով Տեր, ես չեմ կարող այսպես դու ինձ օգնիր, ապավինում եմ քո մեջ ամեն ինչի համար, ամեն բանի համար, հոգևոր աճի կնպաստե այդ մտածելակերպը, այդ կեցվածքը։ Լսել հասուն քրիստոնեական կամ հովվական խորհուրդներին։ Մենք գիտենք, որ
խորհրդադուներու շատ խորհրդադուներու մեջ ինչ կա, իմաստություն կա, չէ՞, կասի Արագածը։ So երբ հասուն քրիստոնյաների կամ հովական երիտասարդական այդ հասուն ավադացիալների խորհուրդներին մտի կանենք, պիտի աճ ունենանք եւ ունենալ հաշվետվողականության ծառայության կորձընկերներ, ինչ որ Կորց կարակելոց 20-17-ից 19 այսօր խոսեցանք, հաշվետվողություն, կորձընկերներ մեր ծառայության մեջ, որոնք հոն են մեզ է ծառայության մեջ եւ գարանք մենք հաշվետու լինել նրանց եւ նրանք էլ մեզ, ովքեր բարեհաջորեն կպատմեն, թե որտեղ պետք է դեղի ունենա աճ մեր կյանքերում, ազնիվ կերպով, ոչ թե մեզ ցավցնելու նպատակով։ Կասեն Հովիկ ջան, նա է, հասկանում եմ քեզ, բայց քո մեջ այս դկարությունը կա, այս թերությունը կա։ Իրարու հաշվետու լինենք, կարանք իրար օգնել, իրար նպաստել մեր հոգևոր աճի նկատմամբ։ Հասկանով եղբայրներ ջան, այս մասը։ Հարցեր, եթե հարցեր կան, 5 րոպեևս ունենք, առաջ որ ամբողջացնենք այս մասը։ Այո, Տիգրան ջան։ Ես չէ։ Անդիմության միջոցով աճ։ Սիրել հարաջանությունը։ Հա, իսկ կարող է դա օգտակար եղնի հովիվի թե վնասակար։ Սա վնասակար է, խոցելի գոմ է։ Ինչու որ Մարդ կարա հարաջանա չնի, ավելի շատ մարդկանց կարա հասցնի, չգիտեմ։ Այսինքն հանրաճանաչություն sense հասկանամ, որ քո հարավորված Հա, մեջ է որ դու ասեն միշտ օրինակ գալիս ես ինձ կասես հովիվ եղբայր, ես քեզ սիրում եմ այսպես, շնորհակալ եմ պատկամիտ համար ծառայ։ Այսին դու ա պետք է նկատի առնես, որ ինձի շատ այդպեսի բաներ չասես, օրինակ, որպես ես փորձության ենթակա չլամ։ Հիմա եթե ինքը քարոզում է ու Այսինքն չափից ավելի պետք չէ անես, ադե։ քարոզում է ու YouTube-ում ենք դնում ու դիտողությունը 3-4 միլիոն մարդ նայում է ու ամբողջ հանրապետությունը դառնում է հանրաճանաչ մեկ։ Okay։ ինքը չի փնտրում, որ այդ ձեռք։ Հա, ինքը չի փնտրում, նա խնդիր չէ։ Հա։ Մղումը ի՞նչ է։ Հասկանում եք, որ մղումը չպիտի լինի, որ ինքը դառնա հանրաճանաչ, բայց ուզի դառնա, լրիվ Դառնա ուրիշ է, մղումը ուրիշ է։ Այո, դառնալը ուրիշ է, ինքը նա է։ Եղբայրներ կան, որ գիտենք նույնիսկ այսօր աշխարհում հոգևոր եղբայրներ, որ որքան ծառայություն են Աստծո շնորհով, բայց նրանք խոնար եղբայրներ են, բայց միլիոններ նրանց մտի գնում են, գարտում են նրանց գրքերը եւ այլն։ Բայց Մակարդուրի վրա։ նրան բեսներ, այո։ Խնդիր չի կա, բայց եթե սիրեն այդ հարաջանաչությունը, խնդիրը մեղ կա։ Ուրեմն նրանց, այսին սրդի հարց է։ Այսինքն խնդիրը մարդկանց քանակի մեջ է, այսինքն ուղղակի Քու սրդի հարցն է։ Իբր ասենք երեց, հովիվ, ծառա, սարգավակ այդպիսով։ Աշխված լինես Հայաստանում։ Բոլորը քեզ իմանան։ Հա, եթե այդ ցանկությունը արդեն մեղք է, սա խոցելի գոմ է մեր բնավորության, որ պետք է որ այս բնավորությունը դադարեցնենք, սպանենք նրան, որ ես կատաղություն չլինի, մեղք չլինի։ պատասխանի չոր համար կա թե ուղղակի հարասիրության եք սակարսում հավաս։ Հիմա նա փարիսեցիները նրանք դուրս գայնում էին, աղոթում էին մարդկանց առջև Մատթեոս 23, որ մարդոց մեջ տեսնվեն, որ մարդիկ նրանց գովեն, աբրիս ասեն։ Եթե տերը բարձրացում է դառնում է հանրաճանաչ, սա Դերոջ կորզն, դերոջ պարկը ինքը գիտե։ ապակտավոր ամբողջ երկիր մոլորակի քեզ ճանաչի լրիվ այդ։ Այո։ Այո, ուրիշ եղբայրներ ջան, եթե կան հարց։ Եթե չկա հարց, շատ լավ, շատ լավ։ Ես կարաս հարց, այո, շնորհակալություն։